Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Կրկին Աբովյան թողքն է եթերում, և ես Արման Աբովյանը։ Անցած հաղորդումները բավականին լայն արձագանք ստացան և համաձայն ձեր նամակների այսօր ընտրել ենք այն թեմաները, որոնց մասին շատ հաճախակի գրում եք, հարցնում եք, այսօր խոսելու ենք երկու թեմայի մասին։ Առաջին ընտրություններ, ինչ են առհասարակ ընտրությունները իրենցից ներկայացնում, զուտ ոչ միայն տեխնիկական առումով, որտեղ մենք բոլորս էլ գիտենք ընտրությունը ինչ է, ընտրությանը ինչի են գնում, ինչպես է ինքը ընթանում, այլ նույն գիտեք այն մեխանիզմները, որոնք գիտական առումով բավականին հղկված են եւ բավականին այդ մեխանիզմների մասին մասնագետները խոսում են, բայց եթե մասնագետները խոսում են, ինչու մենք չիմանանք։ Եվ երկրորդ թեման՝ խաղաղություն, թղթով խաղաղություն։ Հնարավոր է արդյոք հասնել թղթով խաղաղությանը եւ այսօր խոսելու ենք Գազայի եւ Իսրայելի շուրջ տեղի ունեցող գործընթացների ներքո Շարմ էլ-Շեյխում Միացյալ Նահանգների նախագահի հովանու ներքո ստորագրած խաղաղության պայմանագրի մասին Համասի եւ Իսրայելի։ Բայց սկսենք ընտրություններից եւ այսօր մեր հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Բարև ձեզ, պարոն Բադալյան։ Բարև ձեզ։ Դե ինչ, ընտրությունների նախաշեմին ենք, չնայած 7-8 ամիսը դեմներս կա, բայց այնուամենայնիվ հիմնական խոսույթը, որը մենք տեսնում ենք, բացի ներքաղաքական, ասենք ասենք, սիտուատիվ օրակարգերից, պտտվում է ընտրությունների շուրջ։ Թե իշխանությունը, որ արդեն բացահայտ առանց քողարկելու հայտարարել է, որ ինքը արդեն ըստ էության սկսում է նախընտրական քարոզ, արշավ, գործունեություն, տարբեր խոսքերով կարող ենք որակավորել եւ բնականաբար ընդդիմությունը թե տիտղոսային խոսքը գնում է պարլամենտական ընդդիմության մասին, թե արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը։ Հիմա ես չեմ ուզում մենք անդրադառնանք կանոնների, ազգանունների, ասենց տակտիկական ինչ-որ գործընթացների, ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ նախընտրական փուլը սկսել է։ Իհարկե, կարելի է, ոչ միայն կարող ենք ասել, պարտավոր ենք ասել, որտեղ իշխանությունները, այո, օգոստոսի 8-ին ստորագրելով Վաշինգտոնում համապատասխան փաստաթղթերը, դա փաստացի մեկնարկեցին իրենց նախընտրական կամպանիան, որի հիմնական ստրատեգիան է մենք խաղաղություն ենք բերել։ Ոչ խորհրդանական ուժերն էլ իրենց հերթին տարբեր ձևի հայտարարություններով հայտարարեցին մեկնարկի մասին։ Մասնավորապես օգոստոսի վերջին, երբ որ հիմք դրվեց կամավորական մեր ձևով շարժումը, դա տվյալ քաղաքական ուժի, որը սկզբում կամավորական շարժում, հետո կուսակցություն դառնալու հայտը ներկայացնել, դա իր փաստացի նախընտրական կամպանիայի մեկնարկն էր։ Երկրորդ նախագահի հարցազրույցը, երկրորդ նախագահի եւ բնականաբար իր կողմից ձևավորված պայմանականորեն անվանենք Հայաստան երկուս դաշինքի նախընտրական կամպանիայի մեկնարկն էր եւ առաջարկ Հայաստանին դա արտախորհրդանական ուժերից մեկին է, Բարգավաճ Հայաստանի առաջարկն էր, որը այլ ձևաչափով է փաստորեն, ինչպես նշեց կուսակցության ղեկավարը մասնակցելու եւ միասնության թվեր, ես չեմ կարծում, որ նախընտրական կամպանիան կսահմանափակվի թվարկած ուժերի ուրեմն հայտով, կլինեն էլի ուժեր եւ ընդհանրապես կարող ենք ասել, որ Հայաստանում միշտ նախընտրական կամպանիայի ժամանակ մասնակցում են տարբեր, այսպես ասենք, լիգայի խաղացողներ, առաջին լիգան ուժերն են, որոնք իրականում գնում են իշխանությունը պահելու կամ իշխանությունը վերցնելու, երկրորդ լիգայում խաղացող ուժերն են, որոնք գնում են խորհրդարանում տեղեր ինչ որ ունենալու, ցանկալի է քիչ շատ խմբակցություն, բայց ամեն դեպքում տեղ ունենալու համար եւ որ հետագայում կարող են դաշինքի մեջ մտնել, կարող են չմտնել, դա արդեն քաղաքական ապագա ամենապատկերը ցույց կտա եւ երրորդ լիգայի խաղացողները դրանք են, որոնք առաջին լիգայի խաղացողները դեմ են խաղում կամ իրենք մշտական տոմսուն են, մշտական են խաղում, որտեղ Հայաստանում կան կուսակցություններ, որոնք 95 թվականից մասնակցում են խորհրդական ընտրություններին, հավաքելով 0.001%, բայց դա ոնց որ ավանդույթ է ամեն 5 տարի մեկ իրենք մասնակցում են ընտրությունների, կան ուժեր, որոնք մասնակցում են ընտրությունների 31 թվականի աչքի առաջ ունենալով, որպեսզի հետագա, ասենք, այդ թվականը մեր հիմա ծանոթանան։ Այսինքն ստարտվի, կան ուժեր, որ նոր ուժեր են ստարտվի, որոնք կլեն, կան իհարկե ուժեր, որոնք դեռևս չեն հայտ ներկայացրել, բայց հայտ կներկայացնեն, որովհետև Հայաստանում արևմտամետ ընտրազանգվածը այս պահի դրությամբ չունի ներկայացվածություն, բայց ինքը բավականին այսպես
նկատելի ընտրազանգված է, տոկոսային առումով չեմ կարող ասել, որովհետև բավական մեծ փոփոխություն է եղել 2 տարվա ընթացքում, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո նրանց թվականակը բավական մեծ էր, բայց այս 2 տարվա ընթացքում էականորեն իջել է, ինչքան է էականորեն իջել, չեմ կարող ասել, ասենք 30-20-ը 15-ը չեմ կարող ասել, կարող է 50-ը, կարող է 40-ը, կարող է ավել պակաս, բայց նրանք պետք է ներկայացված լինել, այդտեղ էլ մոտապես 3 ուժ եմ տեսնում այս պայդրության պրոիշխանական եվրոպամետներ, հակաիշխանական եվրոպամետներ եւ հակաիշխանական ամերիկամետներ, որտեղ Ամերիկան եւ Եվրոմիությունը տարբեր է։ Սա ընդհանուր բայց իրենք մի գաղափարական հենքի մեջ չեն։ Դեպի արևմուտք, բայց տարբեր ձևերով։ Այսինքն կարան լինեն պրոեվրոպամետ, բայց հակաիշխանական, հա, բայց դա ոնց է կորելացիա լինում, եթե իշխանությունը արդեն իսկ հայտարարել է, որ դեպի Եվրոպա, դեպի ԵՄ անդամակցություն բաժին են բացել նույնիսկ որովհետև այդ ուժերը չեն հավատում, որ այդ ուժերը ավելի արմատական են տրամադրված եւ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության լուրջ չեն վերաբերվում, նշելով, որ դրանք ուղղակի ձև են անում, սակայն իրականում դեպի արևմուտք գնացող գործողություններ չեն անում եւ կան դեպի ամերիկամետ ուժեր, ամենամետ ուժեր, գաղտնիք չէ, դա ազգային ժողովրդավարական բևեռն է, ԱԺԲ-ն, որը ավելի շուտ ոչ թե դեպի Եվրոպայի հակված, այլ դեպի Միացյալ Նահանգներ եւ նրանց հետ տեսնում Հայաստանի ապագա քաղաքական գործընթացը եւ դեմ այսօրվա իշխանությունների կողմից վարվող քաղաքականություն։ Այսինքն մենք տեսնում ենք այդ ուժերին, կտեսնենք էլի ուժեր, որոնք ուղղակի հայտ կներկայացնեն խորհրդային խմբակցություններ ունենալու համար, հիմա այդ գործընթացն է, բայց շատ կարևոր մի նկատառում կուզեի ասել, որ չպետք է դիտարկել Հայաստան ընտրական կամպանիան զուտ ներհայաստանյան գործընթաց, որ դա շատ տարածված սխալներից մեկն է, երբ որ զուտ հայկական այս ընտրական գործընթացը նայում են Հայաստանի սահմաններով։ Ովքեր են նայում, մի վարքյան։ Շատ դեպքերում եւ լրագրողներ, եւ քաղաքական գործիչներ, եւ տարբեր հասարակական գործիչներ։ Բայց չէ՞ որ ընտրությունները ներհայկական օրակարգն է։ Ճիշտ է, ներհայկական օրակարգն է, բայց դու պետք է նայեք ինչ միջավայրում ես գտնվում, ինչ տարածքում ես գտնվում, կտրել Հայաստանը միջավայրից չես կարող։ Հայաստանը Խաղաղ օվկիանոսյան ինչ որ մի կղզի վրա չի գտնվում կամ Աֆրիկյան մի տարածք չի, որը ոչ մեկին հետաքրքիր չի։ Նայեք, գլոբալիստները հատկապես 2018 թվականից հետո, դրանից առաջ եւ դրանից հատկապես հետո մի հատ sense տարածք են ստեղծում, որը սկսում է Մոլդովայից, Ուկրաինա, Օդեսա, Նիկոլաև Մարզ, Սևծով, Հարավային Կովկաս, Կասպիցով, Կենտրոնական Ասիա։ Այս ամբողջ տարածքը իրանք ամբողջովին ենթարկեցնում են իրանց եւ այս ամբողջ տարածքը ուղղված է թե Ռուսաստանի դեմ եւ թե Իրանի դեմ, այսինքն այս տարածքի իշխանությունները պետք է լինեն իրենց ենթակա։ Այսինքն հակառուս կամ հակաիրան։ Եվ հակառուս եւ հակաիրան, նայած ինքը որտեղ է գտնվում։ Հիմա տեսեք, ներողություն, որ ընդհատում եմ, ստեղ մեզ մոտ ոդկասթը, հա, սենց ազատ ոճա, որ ավելի հասկանալի լինի մեր հեռուստադիտողներին։ Դե լավ, մի կողմ դնենք պրոռուսական, պրոամերիկյան, պրոեվրոպական, ինչու ոչ պրոթուրքական, վստահաբար կան, հա, կլինեն ուժեր, ովքեր քողարկվելով այս կամ այն, սենց ասենք, հա, ամպագորգոր լոզունգների տակ ըստ էության Թուրքիայի շահերը առաջ կտանեն։ Դրա մասին չեմ խոսում։ Եկեք մի հատ փորձենք հասկանալ մեխանիզմը, հա, ընտրությունների դասական մեխանիզմը։ Կարծես թե պարզունակ է, այսինքն մարդիկ, հա, պայմանական ժողովուրդը ունի ինչ-որ պահանջներ, իղձեր եւ այլն, հա, ինչ-որ բան է սպասում, ինքը ինչու է գնում ընտրության, որ իր սպասելիքը իրագործի, ճիշտ է։ Իսկ կա այս պարագայում ընդհանուր մի ֆորմուլա, որը պայմանական տարածվում է բոլոր ուժերի վրա ընտրության մասով, այսինքն ընդհանուր առմամբ ժողովուրդը ինչ է ուզում։ Նայեք, շատ տարածված սխալներից մեկն է։ Ժողովուրդ ընտրությունների ժամանակ ժողովուրդը չի գնում ընտրությունների։ Բավով է գնում։ Գնում է էլեկտորալ խմբերի ներկայացուցիչները, որոնցից յուրաքանչյուրի ապագա տեսլականը լրիվ կարող է տարբերվի էլեկտորալ այլ խմբի տեսլականից։ Օրինակ, անվտանգության հարցը։ Դուք առաջ եք քաշում անվտանգության հարցը, որ ընդհանուր, ասենք, պատկերացնենք բոլորի համար անվտանգությունը խիստ կարևոր է, չէ՞ որ չգան, չսպանեն, չմորթեն։ Շատ լավ։ Հիմա նայեք, արևմտամետների համար անվտանգության տեսլականը Հայաստանը Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալն է։
Ռուսամետի համար անվտանգության տեսլականը Ռուսաստանի Դաշտության, ԱՊՀ, այնտեղ ԵԱՏՄ, ՀԱԲ, Իրանի հետ, շորս, բրիքս եւ այդ ասենք արևելյան բլոկը ներկայացնող կառույցների ուրեմն անդամակցություն ունենալն է։ Եվ բնականաբար սրանց մոտ տարբեր է ամբողջություն։ Կա նաև էլեկտորալ այլ խումբ, որ ասում է անվտանգության հարցը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ լրիվ լավ հարաբերություն ունենալն է, զորքը համարյա լուծարելն է, ցեղասպանությունից հրաժարվելն է, դա է մեր անվտանգության խնդիրը։ Տեսնում եք, կա 3 խումբ։ 3-ի համար էլ անվտանգությունը կարևոր է, բայց 3-ը առանձին ճանապարհներով է տեսնում, ինչպես իրականացնել այդ անվտանգության հարցը։ Դա համար դուք չեք կարող վերցնել մեկ ընդհանուր օրինաչափություն, 3-ն ժողովրդի ներկայացուցիչն են։ 3-ն էլ բավականին, ասենք, զանգված են ներկայացնում մի քիչ մեծ, մի քիչ փոքր, հասկանալի է, թուրքամետը այդքան շատ չի, բայց ամեն դեպքում դրա մեջ կարող են շատ այլ էլեկտորալ խմբեր մտել, որը ասենք զարմանալի է, ասենք մանր մունոր առևտրականներ ասում են Թուրքիայից լավ լինեն, գնանք, բերենք, առևտուր անենք, անվտանգ լինենք։ Այսինքն անվտանգության հարցը 3 տարբեր ձևի է ներկայացնում։ Դուք չեք կարող մի հատ ունիվերսալ ֆորմալ ներկայացնել, որ այս 3-ի անվտանգություն իրար մեջ ընդգրկի, ոնց ու կարող եք ասել ՆԱՏՕ-ի մեջ միաժամանակ եւ ՀԱԲԿ-ի մեջ լինելը դա մեր անվտանգության երաշխիքն է, որը անհնար է։ Ոչ մեկը թույլ չի տալու, որ դու ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ՀԱԲԿ լինի կամ BRICS-ի անդամ երկիրը լինի ինչ-որ Եվրոմիության անդամ, դա չի լինելու։ Դրա համար ընտրական կամպանիայի ժամանակ շատ նախ կարևոր է։ Ընտրական կամպանիան 2 մասի է բաժանվում, դա որ ասենք եթե տեսականորեն ստրատեգիան եւ տակտիկան։ Ստրատեգիան ինչ ասել, որպեսզի ոչ թե ժողովուրդը քո էլեկտորալ խումբը գնա եւ քվեարկի քեզ։ Տակտիկան ինչպես ասել, սա մեկ, երկրորդ, միշտ իմացեք, երբ որ դուք ընտրական կամպանիա եք իրականացնում, դուք ամբողջ ժողովրդի վրա չեք աշխատում, դուք աշխատում եք ուսումնասիրելով, դա պարզ չէ, դա բավականին սոցիոլոգիական, բայց գիտական գործընթաց է, բայց ուսումնասիրում եք տեսնելով ով է ձեր ընտրողը, որ խմբերն են, դա ուսումնասիրում եք ինչ խմբեր կա, ընտրում եք որ խմբերն են ու դրա համար եք ասում։ Դուք ասացիք նախընտրական փուլ է, հիմա այս նախընտրական փուլի մեջ տարբեր ուժեր, հոսքեր, ինչ-որ գործողություններ են անում, ինչ-որ բաներ են անում, իշխանությունը իր հերթին, ընդդիմությունը իր հերթին, դրա մասին չի խոսքը, սա հասկանալի է։ Խոսքը նրա մասին է, առանձնահատկությունը կա, չէ՞, դասական, կներեք, նախընտրական դասական կանոններ, որոնք գործում են Հայաստանում, Նիգերիայում, Հունգարիայում, Միացյալ Նահանգներում, այ ինչն է դա, որովհետև մի քիչ բրոունյան շարժմանն է նման այս ամեն ինչ տեսնում ենք։ Դա այն է առաջին ստրատեգիան է, որ դու որոշում ես ինչ ասես, որպեսզի քո ընտրազանգվածը տեղ հասնի։ Եվ երկրորդ ինչպես ասես, որ տեղ հասնի, այսինքն դու ինչ ես ասում եւ ինչպես ես ասում, այսինքն միտինգի միջոցով ես ասում, հեռուստատեսությամբ ես ասում, թերթի միջոցով ես ասում, դուրը ծեծելով մտնում ես իր հետ ես խոսում, TikTok-ի միջոցով ես ասում, առաջինը ինչ ես ասում, երկրորդը ինչպես ես ասում։ Սա դասական օրինակն է, որը արդեն բաժանվում է տարբեր ենթախմբերի։ Այստեղ արդեն անձնական հարցը ուզեք թե չուզեք կա, որովհետև պետք է շոշափեք, որովհետև էլեկտորալ կառուցվածքը Հայաստանի, որը շատ նման է դեպ Ռուսաստանի էլեկտորատի կառուցվածքին, բաղկացած է անձնական կողմնորոշմամբ քվեարկողներից եւ քաղաքական կողմնորոշմամբ քվեարկողներից։ Եվ շարժուն տատանվող ընտրազանգվածը, այս 3 մեծ խմբերն են, որոնք իրանց հերթին ունեն տարբեր ենթախմբեր։ Օրինակ, մեկի համար ձեր ասած, անվտանգությունը կարող է իրականացնել X անձը, որովհետև ինքը ուժեղ է, որովհետև ինքը ռազմական գործիչ է։ Մյուսի համար ընդհակառակը Y անձը, որտեղ ինքը տնտեսապես հզոր է, կարող է հզոր երկիր դարձնել։ Երրորդի համար այսպես կա էլի, անվտանգությունը ապահովում է, այսպես կոչենք, հա գարլատան, ասենք գորգորացողը, որտեղ ինքը գորգորում է, բոլորին ֆռաստում է, բոլորին ամեն ինչ խոստանում է, բոլորին սենցիալ մասին։ Դա պոպուլիստական, դե լավ։ Հա, պոպուլիստական է, դա առանձին խումբ է։ Մյուսի համար ամենախելոքը, որ ասում դա ինքը խելոք, ասենք, այդքան բան իդեալ, ասենք գիտելիքներ գիտի, այսինքն ամեն կան տարբեր խմբեր, սա անձնական է, դա մա դուք անձնականից չեք կարող մի կողմ բան, մի կողմ դնեք։ Կա եւ քաղաքական, սա էլ ասեմ, քաղաքական խումբն է, ձեր ախնչեցի, արևմտամետներ, ռուստամետներ, իդեպ սպეციფიკա կա Հայաստանում, դա ծովից ծով Հայաստանի կողմնակիցներն են կամ հայդատի կողմնակիցներն, հայդատականներ եւ իշխանության կողմնակիցներ, 4 խումբը եւ երրորդ մեծ խումբը տատանողներն են, նրանք չգիտեմ ոնց են քվեարկում, քաղաքական քվեարկության օրը որոշեն։ Այ հիմա տատանվողների մասին եմ ուզում ասել։ Մենք ունենք եւ սա ակնհայտ ճշմարտություն է,
նվազագույնը 50%-ից ավել մարդկանց զանգված, որոնք իր հերթին դասում են այսպես կոչված անտարբերների խմբի, չնայած իրանք անտարբեր չեն։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ասում են ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Չէ՞, շատերը ամենապոպուլար խոսքերից մեկն է։ Հիմա խնդիրը հետևյալն է։ Սա ոչ թե մասնագիտական խորհուրդ եմ, ուզում լսել, այլ ինչ պետք է անել նվազագույնը, բոլոր ուժերին, ընդդիմադիր, իշխանական, կապ չունի, ինչ պետք է անել, որ այն մարդիկ, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում, գնան ընտրատարածք։ Նայեք, քաղաքականությամբ չեն զբաղվում խումբը երկու մասի բաժանում 50%-ից ավել է, բան բան։ Տարբեր սոցիոլոգիական հարցումների ժամանակ դեմ տարբեր բան թվեր են տալիս, բայց նայեք, երբ որ ասում են քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա երկու մասի բաժան ենք։ Մի մասը իրականում չի զբաղվում քաղաքականությամբ։ Հիմա այդ 50%-ի մեջ, եթե դա վերցնենք 50%-ը դարձնենք 100%, ասենք այդ 50-ը 100%-ն է, որ բաժանենք։ Հիմա կոնկրետ այդ որ տոկոսն է, որ իրականում չի զբաղվում քաղաքականությամբ, ինչ ուզում ես արել, ընտրատեղ ամես չի գնալու։ Կարող է քննադատ իշխանությունը, ընդդիմությունը եւ այլն, բայց ասում ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ես իմ գործն եմ անում։ Հիմա դա որ տոկոսն է։ Սա կա տոկոս, այս ընտրազանգվածային այդ տոկոսային մասը, այդ հատվածին ոչ մի դեպքում դու չեք կարող իշխանության բան բերել քվեարկության։ Ինքը ուղղակի չի, չէ, ինքը չի գալ, դա իր կենսակերպն է։ Չի գնում ընտրությունների։ Ուղղակի չի գնում, աշխարհում շատ բոլոր երկրներում էլ կան։ Կա այդ ընտրազանգվածային խումբը, որը ընդհանրապես չի գնում ընտրությունների։ Տկած ունեմ թե ինչա լինում, տարբեր պատճառներով հիմա։ Ոչ միայն անտարբերը, կար մարդիկ, ասենք Ամերիկայում էլ կան մարդիկ, որոնք չեն գնում ընտրությունները, ու ասում են, մեկը, ասենք, քաղաքապետ ընտրեցի, ինձ հերիքա իմ քաղաքի խնդիրներն են, ինձ չէ տրքում նախագահնովա եւ այլ, բայց Հայաստանում կա այդ ընտրազանգված եւ միշտ էլ եղել է 90 թվականից, որ մարդիկ չեն ուզում գնալ ընտրություն։ Մեկը ով ընտրվի նույնը, ոչ մի բան չեն փոխվելու, ինչ ուզում ա լինի, ինչ պատճառ բերես, ինքը կգտնի պատճառ չգնալու համար։ Սա մեկ։ Սա մի հատվածն է ձեր ասացի։ Մյուս մասը դա այն խումբն է, տատանվողն է, որը հիմա անտարբերության հատվածում է։ Եվ բնականաբար նա կգնա ընտրությունների, եթե որոշակի գործոններ աշխատեն։ Նախ ինքը կտենա նոր ուժ, թե չի տենա նոր ուժ։ Երկրորդ, այդ նոր ուժի ընտրաշավը կլինի վառ, ասենք ինչ որ գրավիչ, թե չի լինի, որտեղ ինքը որոշակի մոտիվացիա նոր ուժ թե նոր գաղափար։ Նոր ուժ։ Դե նոր ուժ նոր գաղափար, որովհետև ես հենց հասկանում եք, այդտեղ խնդիրը նրանումն է, որ նոր ուժ, նոր գաղափար, նոր տեսլական, ինքը մի քիչ չնայած չի հակասում իրար, բայց մեկը հակասում, ասենք կարող եմ գտնել հակասություն։ Պատկերացրեք, որ մեկ ուժ գա, նոր ուժեք, եւ ասում են ես ծովից ծով Հայաստան կառուցելու կողմնակիցն եմ, մարդիկ ասեն ինքը ջան, հայ-հեղափոխական դաշնակցությունը ինքը արդեն կա էլի, դու ուր ես եկել։ Այստեղ շատ կարևոր մի բան, ներողություն, որ ասում եմ ժամանակը սրընթալից անցավ, մի խորհուրդ, ոչ թե խորհուրդ, ձեզանից, այ հիմա մարդիկ ովքեր մեզ նայում են, չէ՞, հիմա իրանք նայում են, ամեն մեկը կան իշխանամետներ, կան ընդդիմադիրներ եւ այլն, ընդհանուր առմամբ բոլոր այդ մարդիկ ընտրությունների ժամանակ այո ընտրում են, գնում են ընտրության համաձայն մոտիվացիա։ Այո, բայց այստեղ ինչ խորհուրդ կտակ իրենց, ինչպես թացը չորից տարբերեն, ինչպես ծանր ու թեթև անեն, բարդ բան եմ ասում, բայց միգուցե կա ինչ որ մի ձևաչափ, գոնե թեթև։ Չկա ձևաչափը, յուրաքանչյուր ինքն է որոշելու։ Յուրաքանչյուր ինքն է որոշելու ըստ իր պատկերացումների, որտեղ մարդիկ, որ գնում են ընտրությունների, իրանց մոտ, իրանց ենթագիտակցության մեջ արդեն որոշակի ինֆորմացիաների հիման վրա ձևավորված պատկեր կա, ինչ այս երկիրը ոնց պետք է այս վիճակից դուրս անեն եւ ով է դուրս անելու։ Ինքը չի կարող մեկ խորհրդով, ինքը առավելևս երբ որ քվեարկությունից հələ դեռևս է մոտ 8 ամիս ժամանակ կա, 7-8 ամիս ժամանակ կա, ինքը չի կարող, ասենք հերոստատեսության այս կամ այն, ասենք, հյուրի խոսքերից լսելով գնալ եւ իր փոփոխություն իրականացնել։ Դա կարող է լինել, ասենք մայիսի երկրորդ կեսերին ավելի շատ է տատանվող ընտրազանգվածի վրա կարելի ազդել։ Հիմա յուրաքանչյուր ինքն է որոշելու ըստ իր պատկերացումների, ինչպես գնալ թե չգնալ, գնալու դեպքում ինչպես քվեարկել կամ, ասենք, չգիտեմ, փչացնել քվեատերտիկը ըստ այդմ ինչ ինքը ցանկանում է անել։ Դա իր գործն է, այս պայմանությամբ ոչինչ չեն կարող անել։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, այո, ես մի անգամ այն համաձայն եմ, դուք եք որոշելու։ Այստեղ ամենակարևորը, որ այդ որոշման մեջ
Երկու բան, առաջինը անպայման մասնակցել process-ներին, որտեղ հին խոսք կա, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը գալիս է ու քեզնով է զբաղվում։ Եվ լավա, որ լավ պետքա լինի, որ լավով զբաղվի քեզնով, հա, որ վատ բաներ չլինի։ Շնորհակալություն, պարոն Բադալյան, հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր զրուցում էինք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ ընտրությունների հետ կապված եւ պարոն Բադալյան, խոսքը անավարտ մնաց։ Մենք կշարունակենք անպայման, շատ քիչ է ժամանակը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Պատերազմ թե խաղաղություն։ Ինչ է առհասարակ խաղաղությունը եւ ինչպես է ձևավորվում։ Խաղաղություն բառը վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային լրահոսում շահարկվում է շատ մեծ ծավալներով եւ արդեն այո արժե զրկվում է։ Բայց միգուցե դա է ճիշտը, միգուցե այն խաղաղության, հա, գործընթացների տարափը կամ շարանը, հա, որի մասին խոսում է միջազգային հանրությունը, միգուցե դա նորմալ է, միգուցե դա իրականում խաղաղություն է, միգուցե այնինչ անում է այսօր օրինակ նույն Թրամփը, երբ որ հայտարարում է, որ ինքը 7 խաղաղության պայմանագիր է կնքել եւ հիմա ինքը կնքում է 8-րդը։ Միգուցե դա ճիշտ է, ես ճիշտ ասած շատ մեծ տարակուսանքով եմ վերաբերում այդ ամբողջ գործընթացներին կամ խաղաղություններին, բայց այնուամենայնիվ այսօր կքննարկենք Եգիպտոսում Շարմ el-Շեյխում ստորագրած մի պայմանագիր Իսրայելի եւ Համասի միջև, ընդ որում առանձնահատկություն այդ ստորագրման գիտեք ինչումն էր։ Ստորագրմանը ոչ Իսրայելն էր ներկա, ոչ էլ Համասը։ Ինչպես է այդպես ստացվում, որ հիմնական դերակատարների բացակայության ներքո հայտարարվում է խաղաղություն։ Եվ այդ թեմայի շուրջ կխոսանք պատմական գիտությունների թեկնածու, ապրի Արմենիա գիտ աշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան։ Բարև ձեզ։ Այս պատկերն ենք տեսնում Դոնալդ Թրամփը, Եգիպտոսի ղեկավարը Ալ-Սիսին, տեսնում ենք, որ Ֆրանսիայի ղեկավարն է, ըստ էության տեսնում ենք, որ բազմաթիվ պետությունների ղեկավար եկել էին Շարմ el-Շեյխ, Եգիպտոս, ստորագրեին դարի խաղաղության պայմանագիր։ Առհասարակ նկատել եք այդ խաղաղության պայմանագրերի մրցավազք է սկսել, ում պայմանագիր ավելի ուժեղ է, ում պայմանագիր ավելի լավ թղթի վրա է գրված, ում պայմանագիր ավելի սենց պայմանագրային պայմանագիր է, ներողություն, ես ցիտում եմ ուղղակի։ Այն մարդկանց, ովքեր այսօր պնդում են, որ ամբողջ աշխարհում եկավ խաղաղություն, ու բացառապես այնտեղ էր, որը ամերիկացիներին այդքան էլ ձեռ չի տալի։ Ինչի համար եմ ժպիտով ասում, որովհետև ուղիղ ցիտում եմ Դոնալդ Թրամփին, որը ասաց հետևյալը. ես կարողացա կանգնացնել 7 պատերազմ, հիմա կանգնացնում եմ 8-րդը, խոսքը գնում է Շարմ el-Շեյխի այս գործընթացի մասին, եւ խոսքը գնում է Գազայի հատվածում Համասի, հա, զինաթափման, պատանդների վերադարձի եւ Իսրայելի միջեւ որոշակի պայմանագրի կնքման հետ կապված։ 3000 տարվա ներողություն, 2600 տարվա, որ ավելի հստակ լինենք, կոնֆլիկտ է իսրայելցիների, այսինքն հրեաների եւ պաղեստինցիների 2600 տարի։ Նույնիսկ հայ-թուրքական հակամարտությունը ինքը սկսեց այն պահից, երբ որ քոչվոր թրքալեզու ցեղերը եկան մեր տարածաշրջան, իսկ դա վստահաբար 2600 տարի չէր։ Հիմա ինչ էր սա։ Ինչպես յուրաքանչյուր այսպիսի խաղաղության պայմանագրեր, իրանք հիմնականում զինադատար են։ Իրանք խաղաղության պայմանագրի հետ կապ չունեն եւ սա մեծ խնդիր է, որովհետեւ մենք միջազգային պատմությունից գիտենք, թե ինչ է խաղաղության պայմանագիրը, իր կարևորությունը, եւ երբ որ հայտարարում են, որ կնքվել է խաղաղության պայմանագիր, փաստացի իրական խաղաղության պայմանագրի կարևորությունը դեվալվացիա են ենթարկում։ Իմաստազրկում է։ Այն ինչ որ տեղ ունեցավ Շարմ el-Շեյխում, ընդամենը զինադատար էր այն պատերազմի, որը սկսվել էր հոկտեմբեր 7 2023 թիվ։ Ինքը ընդհանրապես կապ չունի Իսրայել-Պաղեստինյան կոնֆլիկտի հետ, որովհետև կա 3 հատ հիմնական բաղադրիչ այդ կոնֆլիկտի։ Առաջինը Երուսաղեմի կարգավիճակը, երկրորդը փախստականների հարցը եւ երրորդը սահմանների հարցը։
Իսկ Պաղեստին պետության ձևավորման հարցը։ Դա մտնում է հենց սահմանների հարցը։ Այս հաշվարկագիրը, որը ստորագրեցին, ինքը այս 3 հարցերից նույնիսկ մեկին չի անդրադառնում։ Հետևաբար մենք չենք կարող ասել, որ այս խաղաղության պայմանագիրը վերաբերվում է Իսրայել-Պաղեստինյան կոնֆլիկտին։ Ինքը վերաբերվում է Իսրայել-Համաս հակամարտության, որը չի սկսվել իրականում հոկտեմբեր 7 2023 թվին, որը շուտ էր սկսել, նոր ֆազան սկսել էր 2006 թվից, երբ որ Արիել Շարոնի ղեկավարությամբ Իսրայելը ընդհանրապես Գազայից դուրս եկավ, ընտրություններում 5-ին որոշին դուրս գալ, 6-ին դուրս եկան, ընտրություններ տեղի ունեցան Գազայում, այդ ընտրություններում հաղթեց Խամասը եւ նոր փուլը դրանից հետո մեկնարկեց։ Հիմա հետեւաբար մենք չենք կարող ասել, որ Ֆուկույամայի ֆանատների պես, որ պատմության ավարտին հասանք, կոնֆլիկտը ավարտվեց, ընդամենը նոր փուլ է, կոնֆլիկտի նոր փուլ է։ Իսրայելում ներքին քաղաքական ճգնաժամ տեղի կունենա, պաղեստինցիների մեջ ներքին քաղաքական ճգնաժամ տեղի կունենա։ Մենք տեսնում ենք ինչպես Համասը փորձում է վերականգնի իր հնարավորությունները ռազմական, որովհետև Իսրայելը շատ խելոք էր գործում նաև Գազայում, օրինակ, շատ ակտիվ ֆինանսավորում էր տարբեր խմբավորումներ, հենց Գազայում, պաղեստինյան խմբավորումներ, որոնք գործում էին Համասի դեմ։ Առնվազն 2 հատ խմբավորում այդպիսի կա, եւ հիմա իրանք մնացել են միայնակ, որ Իսրայելը տարածքներից դուրս եկավ, եւ հիմա իրանք, ասենց ասեմ, իրանք են դեմիլիտարիզացիայի առաջին հերթին ենթարկվում, Համասը իրանց ձեռքից վերցնում է պիկապներ, ավտոմատները, գրանատամյոտները եւ այլն։ Եվ հետո բարձր դատական գործընթացի միջոցով իրականացնում։ Համացանցում ստորագրման օրը, երբ որ ստորագրվում էր այս պայմանագիրը, Համասը թողարկեց մի տեսանյութ, որտեղ Գազայի հրապարակներից մեկում 7-8 հոգի մարդ էին սենց ծնկաչոկ արել, ասում էին, որ իրենք Իսրայելի գործակալ են, իրականում այո այդ խմբավորումներից մեկի անդամներին եւ գնդակարեց հենց նույն օրը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ խաղաղությունը թղթով ինքը խաղաղություն չի, թե սա նշանակում է, որ ընդհանրապես Միացյալ Նահանգները ամրապնդում են իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում։ Ինչ է սա։ Տարբեր շերտեր կա։ Նախ եւ առաջ դժվար է ինչ-որ ասել խաղաղության պայմանագրի մասին, երբ որ Շարմ էլ-Շեյխի գագաթնաժողովում ներկա չէին 2 կոնֆլիկտի կողմերը։ Այնտեղ չկար ոչ Իսրայելը, ոչ Համասը։ Նույնիսկ չեմ խոսում Պաղեստինյան ազգային ադմինիստրացիայի մասին։ Ասեմ ավելին, Իրանը չկար, Ռուսաստանը չկար, հիմնական դերակատարները։ Ռուսաստանը, Իրանը նույնիսկ եթե մի կողմ դնենք, չկային այլ հիմնական դերակատարներ ամենաբարձր մակարդակում։ Օրինակ Սաուդի Արաբիայի ղեկավար չկար։ Սաուդյան Արաբիան միայն ԱԳՆ-ի կարգավիճակով էր այնտեղ, որը շատ մեծ լումա ուներ նաև այս ընդհանուր process-ների մեջ։ Հիմա հետեւաբար մենք չենք կարող ասել, որ կոնֆլիկտը լուծվել է, որովհետև առնվազն այս 2 կոնֆլիկտի կողմերը այնտեղ չկային։ Երկրորդը, շատ մեծ հարց է ըստ ինձ, ինչպես պիտի եւ ով պիտի դեմիլիտարիզացնի Համասին։ Կան տարբեր սցենարներ։ Ես դժվար եմ պատկերացնում, ինչպես թուրքական, չգիտեմ, բանակը մտնի Գազա եւ ստիպի Համասին զենքը դնի։ Բայց թուրքական բանակը մտնելու է Գազա։ Այո, թուրքական բանակը նախատեսված է, որ կմտնի, առավել եւս հիմա եվրոպական վերլուծական հարթակներում նաև քննարկում են, որ Ադրբեջանը այնտեղ զորք կուղարկի։ Ադրբեջանն էլ մտնի։ Ադրբեջանը, Պակիստանը, Ինդոնեզիան էլ քննարկում, տարբեր օպցիաներ կան։ Հիմնական դերակատարը նախատեսված է դրսից, որ օպերատորը կլինի Մեծ Բրիտանիան, բայց ես իրականում գետնի վրա դժվար եմ դա պատկերացնում։ Այո, Համասի աջակցությունը որոշ տեղերում նվազել է, բայց դժվար է պատկերացնել, որ այն ժողովուրդը, որ 2 տարի ստառապում էր, շատ հեշտ պատրաստ լինի ամեն ինչ հանձնի, առանց որևէ լուրջ հեռանկարի, որ ինչ-որ ներդրումներ տեղի կունենան, ինչ-որ ենթակառուցվածքներ կստեղծվեն, որտեղ դժվար է գտնել ազատ գումար այսօրվա աշխարհում։ Տեսեք, դուք նշեցիք, որ հիմնական դերակատարները իրականում այն, պետությունները, այն խաղացողները, որոնք դեր ունեն, դա Իրանն է, որը արդեն իսկ մի շատ հետաքրքիր հայտարարություն արեց, ասեց այո, ողջունում եմ, որ խաղաղություն է, բայց ես չեմ համարում, որ սա լուծում է։ Իսկ ինչ որ Իրանը հակասող բան ասեց, բայց այնուամենայնիվ ես համաձայն եմ իրանցիների հետ։
Ռուսաստանը, որը բավականին սառը ընկալեց այս ամենը եւ հաշվի առնելով Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, որ ինչ ուզում եք ստորագրեք, միջև չլինի անկախ Պաղեստինյան պետություն, ոչ մի բան չի լինի։ Իսկ մենք հիշենք, որ 50-ական թվականներին, երբ որ անկախ Իսրայելի խնդիրներ քննարկվում, ՄԱԿ-ը ընդունել էր բանաձև, համաձայն որի պետքա զուգահեռաբար անկախ Պաղեստին ձևավորել եւ անկախ Իսրայել։ Անկախ Իսրայելը կա, Պաղեստինը ոչ, որպես պետություն։ Բայց այնտեղ գտնվում էին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը հատուկ հրավիրված հյուրերի կարգավիճակով եւ հրավիրված էին զուգահեռ տանելով օգոստոսի 8-ի ստորագրած փաստաթուղթը, որ այսօր թմբկահարվում է որպես խաղաղություն է եկել է խաղաղություն է եկել։ Տեսեք, մի քանի անգամ կրկնում եմ, որովհետեւ ես ինքս չեմ հավատում այն թեզավորմանը, որ հնարավոր է Տրամպի հանդեպ ունենալով խորագույն հարգանք, բայց նույնիսկ Տրամպի, մեծ հովանու ներքո միանգամից դադարեցնել մի կոնֆլիկտ, որը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ոչ թե 30 տարի առաջ է ձևավորվել այն ժամանակից, երբ որ քոչվոր ցեղերը եկան մեր տուն, մեր տարածաշրջան եւ հայաթափեցին Նախճեվանը, հայաթափեցին Արցախը, ի վերջո ներողություն, հայաթափվեց Արևմտյան Հայաստանը թուրքերի ձեռքով։ Հիմա, երբ որ զուգահեռ ենք անցկացնում Շարմ էլ-Շեյխի եւ օգոստոսի 8-ի ստորագրած փաստաթղթերի մասով, այսինքն Հայաստան-Ադրբեջան եւ այս պարագայում Համաս-Իսրայել, կա ինչ-որ մի ընդհանրություն։ Իհարկե, առաջինը, որ բոլորը, գրեթե վստահ եմ, որ բոլորը հասկանում են, որ որևէ խաղաղության մասին խոսքը չի գնում։ Խոսքը օգոստոսի 8-ի մասին ստորագրած Հայաստան-Ադրբեջան։ Այո, խոսքը գնում է համ օգոստոս 8, համ Շարմ էլ-Շեյխի գաղտնաժողովի մասին, բոլոր հասկանում են, որ այդ պայմանավորվածությունները կարող են իրականացվել միայն այն ժամանակ, երբ որ Տրամպը նախագահն է, որպեսզի չզայրացնել իրան նոր ինչ-որ կոնֆլիկտներով։ Իսկ իրար վրա չկրակեն միջև նախագահ։ Այո, բոլորը դա հասկանում են։ Հետևաբար բոլոր գրեթե վերլուծաբանները ընդունում են, որ Հայաստանը հաղթեց 1-ից 3 տարի ժամանակ։ Էսկալացիայի հավանականությունը նվազեց օգոստոս 8-ից հետո, բայց իրանք ասում են նվազեց, ինձ ավելի շատ հետաձգվեց, որտեվ էսկալացիայի վտանգ կարող է նվազի եւ երկարաժամկետ այդ վիճակում մնա, բայց ըստ ինձ ինքը հետաձգվել է, որտեվ Ադրբեջանի հիմնական աշխարհակահաղական ռևանշիզմը, ամբիցիաները չեն փոխվել Հայաստանի նկատմամբ եւ Ալիևը մինչ այսօր դրա մասին բաց խոսում է։ Արևմտյան-Ադրբեջան մարդը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքին։ Բայց կա մեկ տարբերություն։ Տարբերությունը հետեւյալն է, որ գործող իշխանություն Իսրայելում Նետանյահուն եւ իր ծայրահեղ կրոնական դաշնակիցները, ասենց ասած, ցանկանում էին Գազայում իրականացնեին Արցախի պլանը։ Հայաթափել, ինչպես հայաթափեցին Արցախը, նույնպես կատարել էթնիկ զտումը Գազայում եւ դրա մասին պայմանական Բեցալել Սմոտրիչը, Իտամար Բենգվիրը եւ ուրիշները բաց ասում էին, որ դա իրանց հիմնական նպատակներից, քաղաքական նպատակներից մեկն է։ Բացի ռազմական նպատակներից, ոչնչացնել Համասը, իրանց ռազմական ենթակառուցվածքի եւ այլն, կար շատ հստակ քաղաքական նպատակ։ Հետևաբար քննարկում են տարբեր պլաններ։ Եկեք պաղեստինցիներին տանենք Եգիպտոս, Հորդանան, պատրաստ են գումարներ տալ եթե այլ երկրները պատրաստ են իրենց ընդունեն եւ այլն։ Բայց Նետանյահուն ըստ ինձ շատ մեծ սխալ թույլ տվեց, երբ որ հարվածեց Կատարին։ Այդ հարվածից հետո արդեն խոսքը գնում էր Միացյալ Նահանգների երաշխիքների մասին, Միացյալ Նահանգների դիրքերի մասին Պարսից ծոցում եւ Պարսից ծոց երկրները շատ հեշտ կարող են ասել, որ այս 100 միլիարդավոր դոլարներ պայմանավորվածություններ, որ մենք ձեռք բերել ենք, պատրաստ ենք վերանայենք, որովհետեւ այս ինչ է տեղ ունենում։ Այսինքն ավելի որ པարզ լինի, Միացյալ Նահանգները Քաթարի երաշխավորն են, Քաթարում այո անվտանգության ամենամեծ ռազմաբազան է տրամադրում։ Ամենամեծ ռազմաբազան Իսրայելը խփում է Քաթարին, այսինքն խփում է Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերոջը Պարսից ծոցում, ճիշտ է։ Այո։ Միացյալ Նահանգները արձագանքում են հետևյալ ձևով, ես շատ ուշադիր հետևում էի եւ համաձայն եմ ձեզ հետ, Թրամփը ասում է դա պուճուրի կանախորժություն էր։ Քաթարի Դոխայի մեջտեղը դնում են շենք են տրակցնում, մեջը մարդիկ են զոհվում։ Իմիջիալոս Քաթարի քաղաքացի է լազովել եւ այս պարագայում այո իսկականից իրավիճակը փոխվեց, այո, ճիշտ է, իրավիճակը փոխվեց։ Եվ ինչ տեղի ունեցավ, հիշացնեմ։ Մեզ մոտ շատ հաճախ սիրում են խոսել ինքնիշխանության հարցի մասին,
որ շատ են սիրում։ Եվ միշտ օրինակ են բերում այլ երկրներ, ես էլ օրինակ բերեմ լրիվ իսրայելագետ Իսրայելին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Դոնալդ Թրամփը հրավիրեց Նետանյահուին Սպիտակ տուն, այսպես ձեզ նման ձերկով գրած տեքստ տվեց, զանգեց Կատարի էմիրին եւ ասեց հենց հիմա պիտի Իրանից ներողություն խնդրես։ Դա կատարցիների հիմնական պահանջն էր։ Եվ Բենյամին Նետանյահուն նստած Թրամփի կողքը վերցրեց այդ թուղթը եւ դրա փաստերը կան։ Զանգեց եւ իսկապես ներողությունը խնդրեց։ Բայց փաստը մնում է փաստ, ռմբակոծել են այդ ներողություն չի։ Այո, բայց Իսրայելը ընդհանրապես չէր պլանավոր որևէ ներողություն խնդրել եւ կանգնեցնել այս պատերազմը։ Իրանք շարունակում էին իրականացնել այն պլանը, որը ի սկզբանե գծել էին։ Ինչու որն է հիմնական արգումենտը։ Խնդիրը նա է, որ այս նույն ձևի պլանը քննարկվել էր հուլիս 2024 թիվ եւ մարտ 2025 թիվ։ Լուրջ փոփոխություններ բովանդակության տեսանկյունից չկա։ Հետևաբար Իսրայելը արդեն կարող է 1 տարից ավել առաջ ստանալ նույն այսպես կոչված խաղաղությունը, չունենալով այս քանակի զոհեր, երբ որ մտան Գազա քաղաքը, եւ գերիներին յետ ստանալ, բայց Նետանյահուն, որպեսզի համ պահի իր իշխանությունը, համ գրավի ընդանուր Գազան, փաստացի 2 անգամ տապալեց բանակցային գործընթացը։ Եվ երբ որ հարվածին Կատարին, դա վերջի փորձներ տապալել բանակցային գործընթացը, որը արդեն Միացյալ Նահանգները չանդուրժեցին, որովհետև այլ դաշնակիցները, փողատեր դաշնակիցները, չէ, որովհետև Պարսից երկրներից Միացյալ Նահանգները փող են ստանում, իսկ Իսրայելին իրանք հիմնականում այդ օգնությունը նյութական տրամադրում են։ Արդեն չէին կարող հանդուրժել։ Հետևաբար արդեն Թրամփը գնաց այս ճանապարհին, ճնշման ճանապարհին։ Եվ չնայած որ Իսրայելը իմ հիմնական դաշնակիցն է, ամեն ինչ իր համար պիտի անեմ, չէ, որովհետև որոշ կարմիր գծեր արդեն Միացյալ Նահանգների համար Իսրայելը հատել էր։ Գիտեք ինչ եմ մտածում, լսում եմ ձեզ, հետևում եմ գործընթացների, այն որ ես զարմանում եմ, որ կան մարդիկ, հա, խոսքի իշխանության մասին չի, ընդդիմության մասին չի, մեր մասին է խոսքը գնում, հասարակ մարդիկ, ովքեր հավատացած են, որ հնարավոր է օրինակ խորքային կոնֆլիկտները, որոնք գոյաբանական բնույթ են կրում, հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական, հա, կոնֆլիկտը լուծել մի թղթի ստորագրմամբ առանց բալանսի, այսինքն ռազմական քաղաքական բալանսի ձևավորման։ Միգուցե ես սխալվում եմ, միգուցե հնարավոր է, մի հատ թուղթ ստորագրում ես ու ասես վերջ, խաղաղություն ա եկել։ Ես հենց օրինակներ չգիտեմ պատմությունից։ Կամ պետությունը լիովին փոխվում է, օրինակ, որոշ Եվրոպայում կային տենց кейսեր, երբ որ պետությունը էլ չէր դիմադրում արտաքին ճնշման, պատրաստ էր ընդունել որոշ պետության այս кейսում իր թշնամու դոմինանտությունը, ամեն ինչ հանձնում էր, ստանալով երաշխիքներ, բայց որևէ ինչ որ լուրջ խաղաղության դա ապագայում չէր բերում, դա ընդամենը հետաձգում էր կամ կոնֆլիկտը, եթե այս կողմը փորձում է վերանայի պայմանավորվածությունները, կամ այդ պետությունը դոմինանտ ինքը ստանում է այն ինչ որ ինքը ցանկանում է, ոչ կոշտ, այլ փափուկ միջոցով։ Այն փաստացի ինչ կարող է տեղ ունենա մեր տարածաշրջանում, ինչ կարող է տեղ ունենա մերձավոր արևելքում, եւ մենք տեսնում ենք ինչպես պետությունները ստեղծվում են, հետո սահմանները փլուզվում են, որտեղ այս սահմանների տարածքային ամբողջականությունը մանտրա չի, որովե մեկը չի կարող օրինակ բերի պատմության մեջ 10 տարի, երբ որ երկրում սահմանները ընդհանրապես չեն փոխվել։ Երկրագնդում։ Այո, չկա տենց բան։ Դե ֆակտո սահմանները միշտ դինամիկայի մեջ են գտնվում։ Ինքը բնական գործընթաց է։ Եվ հիմա, եթե դու ուզում ես ապահովես նույնիսկ զինադատարը, չեմ խոսում խաղաղության մասին, դու պիտի ունենաս այդ ուժային բալանսը, որ պահես այդ սահմանները։ Բայց եթե դու այդ ուժային բալանսը չունես, ուժային բալանսը խոսքը չի գնում միայն զենքի մասին, որովհետև շատ հաճախ մտածում են մենք շանս չունենք, որովհետև բնակչություն ավելի շատ է, զենք ավելի շատ ունեն, հետեւաբար ուժային բալանս չեն կարող ապահովել։ Ըստ միջազգային հարաբերությունների տարբեր տեսություններին ուժային բալանսը ապահովում են նաև դաշինքներով։ Հիմա ամեն մեկը փորձում է իր շուրջ ստեղծել տարբեր կոալիցիաներ եւ կոնսենսուսներ։ Ադրբեջանը ավելի ճկուն է, բացի դրանից որ ինքը ունի Թուրքիան, ինքը
թրկախոս աշխարհում փորձում է ստեղծի իր շուրջ կոնսենսուս, ինքը փորձում է ստեղծի կոնսենսուս այլ հարթակներում, միջազգայինի նկատի ունեմ, լինի դա այս ականների օրակարգներ առաջ մղում, մինաների, որ զոհվում են իբր թե հումանիտար կոնտեքստում էր փորձում ինչ-որ կոնսենսուս ստեղծել։ Եվ այս դեպքում ինքը ունի նաև դաշնակիցներ եւ շահակիցներ։ Այդ դրանով դու նաև կարող ես ապահովել ուժային բալանսը։ Եվ մեր խնդիրը նա է, որ մենք ունենք մեկ դաշնակից ըստ պայմանավորվածությունների, որը պարզավոր չի կարող ապահովի այն ձևի եւ այդ ձևաչափով անվտանգություն, ինչպես մենք ակնկալում ենք, բայց խնդիրը նա է, որ որովե այլ պետությունը, կազմակերպությունը պատրաստ չի նույնիսկ ֆորմալ երաշխիքներ մեզ տրամադրել։ Հետևաբար, այո, դժվար է պահել այդ ուժային բալանսը։ Շնորհակալություն, պարոն Մելքոնյան, ես էլ հավելելով ձեր խոսքին կարող եմ ասել հետևյալը։ Այո, միայն ռազմական ուժով չի բալանսը, ինքը իր մեջ ներառում է դաշնակցային հարաբերություններ դաշնակցի հետ, նորմալ հարաբերություններ դաշնակցի հետ, էլի։ Նորմալ, նվազագույնը, որ դաշնակիցը հասկանա դու ինչ ես ուզում, դու էլ հասկանաս դաշնակիցը ինչ է ուզում։ Տնտեսական բաղադրիչը չի կարող առանց նորմալ տնտեսության ապահովի նվազագույնը, ինչ է տնտեսություն, փողն է, եթե փող ձեռդ չկա, ոնց կարաս զենք գնես կամ ոնց կարաս հարաբերություններ հաստատել։ Նույն, չգիտեմ, քեզ հարող կամ սիմպատանտ պետությունների հետ, այսինքն այն պետությունների, որոնք քեզ հարում են եւ հետաքրքրված են, որ դու լինես։ Այս պարագայում դիճել ձեզ այդ անհնարին է, այո, ես համաձայն եմ, որ խաղաղություն բղավելով խաղաղություն չի գալիս։ Խաղաղությունը գալիս է միայն այն ժամանակ, որ լուր սուսուփուս կառուցում ես քո պետության մեջ եւ քո պետության շուրջ մի միջավայր, որի պարագայում քեզ հարվածելը նվազագույնը հարվածողի համար վտանգավոր է, ինչը մենք ունենք 30 տարի, ցավով եմ արձանագրում, ունեինք, հիմա չկա։ Շնորհակալություն, պարոն Մելքոնյան։ Շնորհակալություն ձեզ։ Խոսեցինք ընտրությունների մասին։ Առհասարակ ընտրությունները մի process են, երբ որ մարդկանց ասում են այն, ինչ մարդիկ ցանկանում են լսել։ Խոսքը գնում է բնականաբար քաղաքական ուժերի մասին։ Բայց այս պարագայում ես կարծում եմ, որ այս ընտրությունները պետք է առանձնանան գոնե իրենց տրամաբանական կամ փիլիսոփայական հենքով։ Այո, խոսքը գնում է առաջարկ Հայաստանի կոնցեպտին, Գագիկ Ծառուկյանի կոնցեպտին, որը ենթադրում է ոչ թե ասել այն, ինչ մարդիկ ցանկանում են լսել, այլ ենթադրում է մարդկանց կողմից խնդիրների, այո, շատ ծանր խնդիրների, լուծման եղանակների վերլուծումը եւ այդ եղանակների օգտագործումը խնդիրները լուծելու համար։ Ունիկալ իրավիճակ է ստեղծվել։ Այո, առաջին անգամ հենց մարդիկ են ձևավորում այն տեսլականը, որի համար իրենք քվեարկելու են կամ որի համար իրենք պայքար են մղելու։ Պայքար մղելու իհարկե բացառապես քաղաքական առումով։ Գիտեք, շատ կարևոր է այստեղ հասկանալ հետևյալը։ Մենք կարող ենք խոսել տարբեր ինչ-որ մեխանիզմներ, կարող ենք խոսել տարբեր ինչ-որ ձևաչափեր, PR ստրատեգիաներ, մարքեթինգի ստրատեգիաներ եւ այլն, բայց իրականում հիմնականը հետևյալն է. լսել մարդկանց։ Այո, լսել մարդկանց կարծիքը։ Հասկանալ, թե մարդիկ իրականում ինչ են ուզում, որովհետև վերացական խոսքերը խաղաղություն, տնտեսական զարգացում, սոցիալական ապահովություն, իրենք ոչ մի պարագայում չեն լուծում այն հարցերը, վերացական, այդ ընդհանուր գաղափարների մասին է խոսքը գնում, որի մասին այսօր մարդիկ խոսում են։ Այո, կան հստակ խնդիրներ, մարզ առ մարզ, քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, փողոց առ փողոց, տուն առ տուն։ Եվ այդ խնդիրների լուծումը ամենալավը տեսնում եք հենց դուք, հարգելի հեռուստադիտողներ, որովհետև ձեր քաղաքներում եւ ձեր գյուղերում, ձեր բնակավայրերում եւ ձեր մարզերում են այդ խնդիրները։ Եվ այո, հենց առաջին այդ խնդիրների լուծման եղանակները հենց ձեր մոտ են։ Պարզապես խնդիրը նրանումն է, որ ցավով եմ արձանագրում, բայց երկար ժամանակ պարզապես մեզ չէին լսում, ձեզ չէին լսում։
Կար մի կատակ, ասում են, ընտրությունները գալիս են, բոլորը միանգամից հիշում են ժողովրդի մասին։ Բայց այս պարագայում պետք է անել այնպես, որ ժողովուրդը մարդիկ ի վերջո մասնակից լինեն իրենց խնդիրները լուծելու այդ գործընթացի մեջ։ Այլ կերպ չի ստացվի։ Կարելի է բերել օրինակ նույն Վարդենիսի օրինակը, որտեղ այո կար խնդիր, բերքի խնդիր, բերքի պահպանման խնդիր, բերքի իրացման խնդիր։ Այո, Գագիկ Ծառուկյանին դիմել էին եւ այդ հարցը լուծվեց, խնդիրը դրվեց եւ խնդրի լուծումը իրականացավ։ Եվ այսօր նույն Վարդենիսում աշխատում է շատ մեծ սառնարանային մի ձեռնարկություն, որտեղ մարդիկ իրենց բերքը կարողանում են պահպանել եւ հետո վաճառել։ Սեր մի խնդիրը։ Բազմաթիվ խնդիրներ, որոնք կարծես թե այդքան հնչյուն չեն, կարծես թե այդքան ասենց արտահայտված չեն, բայց հենց այդ խնդիրներից է կախված կմնան մարդիկ Հայաստանում, թե կլքեն Հայաստանը։ Գյուղացին կունենա հնարավորություն իրականացնել իր գործունեությունը, իր բերք ու բարիքը աճացնել, որ հետո վաճառել եւ ստանալ իհարկե եկամուտ։ Կունենա այդ հնարավորությունը, այո թե ոչ։ Եվ այո, այդ լուծումները հենց առաջին հերթին ձեզնից պետք է գան։ Եվ այստեղ բնավ Վարդենիսի օրինակը չպետք է դառնա առանձնահատուկ, միայն այդ ռեգիոնին նվիրված ինչ-որ մի գործընթաց։ Տարբեր ռեգիոններում տարբեր հարցեր են։ Եվ տարբեր ռեգիոնների տարբեր հարցերը հենց համապետական լուծման համար։ Պետք է այո, խելքի տանք, իրար կպնենք եւ առաջարկ Հայաստանի կոնցեպտի ներքո փորձենք նվազագույնը հասկանալ այդ լուծումները ոնց են լինելու։ Եվ այո, այդ լուծումները մեր ձեռքում փորձենք ինչ-որ մի բան անենք, որ այդ լուծումները ի վերջո դառնան գետնի վրա իրական գործեր եւ գործընթացներ։ Խաղաղություն։ Այն ինչ կատարվեց Շարմ էլ-Շեյխում, երբ որ Համասը եւ Իսրայելը իրար մեջ պայմանավորվեցին, որ խաղաղություն պետք է լինի, իրականում խաղաղություն չի։ Ես համաձայն եմ մեր նախորդ բանախոսի հետ, դա ընդամենը հրադադար է, որը պայմանավորված է Միացյալ Նահանգների թե ստրատեգիկ, թե տակտիկական, թե աշխարհաքաղաքական նպատակներով։ Նույնը կարելի է ասել նաև օգոստոսի 8-ին ստորագրած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փաստաթղթի մասին, որը հասկանալի պատճառներով նույնպես վերադառնալով ընտրություններին, այսօր սենց գիտեք թմբկարվում է, ասվում է իբր վերջ, խաղաղություն է եկել եւ այդ փաստաթուղթը բերել է խաղաղություն եւ այլն, ոչ, դա այդպես չի։ Դա ընդամենը լավագույն դեպքում նախընտրական տրամաբանության մեջ զինադադար է։ Շատ պարզ պատճառով խաղաղությունը չի գալիս ստորագրած փաստաթղթերով։ Ստորագրած փաստաթղթերը կամ փաստաթղթերի ստորագրումը, ինչպես Շարմ էլ-Շեյխը ցույց տվեց եւ ինչպես ցույց է տալու օգոստոսի 8-ի ստորագրած փաստաթուղթը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինքը պետք է լինի process-ի, գիտեք, ոչ թե վերջ, ինքը պետք է այդ process-ը եզրափակի։ Բայց process-ը եզրափակելու համար, այսինքն հասնելու խաղաղության, արդար խաղաղության, ընդգծեմ։ Հնարավոր է միայն մեկ պարագայում, եթե կա ռազմական, տնտեսական, աշխարհաքաղաքական եւ քաղաքական բալանս։ Եթե այդ բալանսը չկա, ոչ մի բան չկա։ Եթե այդ բալանսը չկա, որքան ուզում ես բղավիր խաղաղությունը չի լինի։ Դա մի ասացված կա հին արաբական, վստահ եմ լսել եք, որքան բղավես խալվա, բերանում քաղցրությունը չի ավելանա։ Նույն իրավիճակը այստեղ մեզ մոտ է։ Այո, միգուցե կան մարդիկ, ովքեր հավատում են, որ այս ամենով կարելի է հասնել խաղաղության։ Ինչ կարելի է ասել այդ մարդկանց։ Հավատացեք։ Ձեր հավատը խաղաղության ինքը չի նշանակում, որ եկել է խաղաղություն։ Ի վերջո կլինեն չէ մարդիկ, ովքեր հավատում են, որ մածունը սև է, բայց դրանից հո մածունը սև չդարձավ։ Եվ ամենակարևորը, իսկ
Ինչպես է տեսնում խաղաղությունը Հայաստանը, մեր մասին ենք խոսում, եւ ինչպես է տեսնում խաղաղությունը Ադրբեջանը։ Այս հարցի պատասխանը հայկական մասով հասկանալի է։ Բազմաթիվ անգամ դրա մասին խոսացվել է, իշխանությունները խոսացել են։ Իսկ Ադրբեջանը եւ Թուրքիան խաղաղությունը տեսնում են Հայաստանի Հանրապետության ըստ էության մշտական տոտալ ճնշման պահելու այդ տրամաբանության ներքո։ Իզուր չէ Ադրբեջանը զինվում է։ Իզուր չէ Ադրբեջանը թույլ է տալի իրեն մեր հանդեպ լկտի արտահայտություններ ամենօրյա ռեժիմով։ Իզուր չէ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը գնում է Միացյալ Նահանգներ եւ պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունը դա իրենց տարածքն է։ Իզուր չէ, որ նույն Ադրբեջանի առաջնորդը դուրս է գալիս եւ բարբաջում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին, որը ձեր, այ հիմա ով ինձ նայում է, ձեր քաղաքների, բնակավայրերի եւ գյուղերի տեղը պետք է լինի։ Հասկանում եք, որ Թուրքիա եւ Ադրբեջանի տեսլականի ներքո խաղաղությունը չի ենթադրում Հայաստանի գոյությունը։ Այսինքն դա խաղաղություն չի։ Իսկ գիտեք ինչու, շատ պարզ պատճառով, որովհետև չի ձևավորվել այն ռազմական, քաղաքական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական բալանսը, որի ներքո Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա դիմադրելու։ Այստեղ շատ կարևոր է ընդգծել դիմադրելու։ Եթե մեզ թվում է, որ մենք զրկվում ենք կամ զրկվելով, հա, դիմադրությունից կամ դիմադրողական, հա, բոլոր մեր նկատառումներից եւ փորձելով փոխանակել մեր պատմական հիշողությունը, սկսած Մասիսից վերջացրած Արևմտյան Հայաստանով, փոխանակել Արցախի վերաբերմունք, այսինքն որ Արցախը այո մեր հայրենիքի մասնիկն է։ Եվ խնդրելով խաղաղություն Թուրքիա եւ Ադրբեջանից մենք կստանանք այն, չարաչար սխալվում եք։ Չարաչար սխալվում ենք եւ այս պարագայում մենք իրավունք չունենք ինքներս մեզ խաբել։ Ուղղակի իրավունք չունենք ինքներս մեզ խաբել, որովհետեւ այդ խաբեությունը կամ ինքնախաբեությունը ի վերջո բերելու է այն իրավիճակի, որ ագրեսորը կրկին մեր հանդեպ ոտնձգություն է անելու եւ ոչ ոք, հիշեք սա, ոչ ոք, ոչ մի միջազգային հանրություն Ադրբեջանի ձեռքը չի բռնի։ Եթե դա չանենք մենք։ Կա ելք։ Իհարկե կա։ Նվազագույնը դա այն է, որ ամեն մեկս մեր մեջ հասկանանք, որ խաղաղությունը ձեռք է բերվում միայն ու միայն խաղաղության համար, քո հայրենիքի համար, քո հավատքի համար, քո երեխաների համար պայքարելու վճռականությամբ։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքներ եւ ես, Արման Աբովյանը։